Հրապարակ թերթը գրում է. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն արդեն ազատվել է պաշտոնից։ Երեկ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կարեն Ծառուկյանին, որը կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչն է եւ լինելու է տեղապահ մինչեւ նոր ղեկավար գտնեն։ Իսկ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում չնայած տնօրեն Արման Հովակիմյանն օրեր առաջ հրաժեշտ էր տվել անձնակազմին, ասելով, որ ապրիլի 4-ից նոր տնօրենը Նարեկ Զեյնալյանն է իրեն փոխարինելու, սակայն երեկ հիվանդանոցից թերթը տեղեկացել է, որ Հովակիմյանը դեռ չի հեռացել, Զեյնալյանն էլ դեռ չի հայտնվել։ Այդուհանդերձ Հովակիմյանի մերձավորները վերջինիս համար հրաժեշտի խնջույք են կազմակերպել, սեփական միջոցների հաշվին էլ ոսկե մեդալ են նվիրել շեֆին։ Իդեպ ասում են, որ հնարավոր է այստեղ էլ ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն, քանի որ լսել են Զեյնալյանը Փաշինյանի հրահանգով մանդատը դնելու դիմաց ակնկալում է առողջապահության նախարարի պաշտոնը ստանալ։ Գրում է թերթը։ Փաստ թերթը գրում է. Գյումրու ավագանու ընտրությունների ողջ նախընտրական քարոզարշավի շրջանակում տեղեկություններ էին շրջանառվում, որ թեկնածուներից երկուսին՝ Վարդան Ղուկասյանին ու Կարեն Սիմոնյանին աջակցում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ընտրությունների արդյունքներով երկու ուժերն էլ մանդատներ ստացան ավագանու ընտրություններում։ Ստացվում է, որ եթե Գյումրիում քաղաքապետ է ընտրվում թեկնածու, որը ըստ տեղեկությունների վայելում էր երկրորդ նախագահի աջակցությունը, գումարած Մայր Հայաստանի ստացած երկու մանդատը, ըստ այդմ փաստացի ուժեղանում է Ռոբերտ Քոչարյանի դիրքերը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քլոյանը դժոխքի է վերածել ռադիոյի աշխատողների կյանքը։ Նա ոչ միայն իր կնոջ նման արցախատյաց է եւ անհանդուրժող, այլև կարելի է ասել գրեթե տաբու է դրել Արցախին եւ արցախցիներին վերաբերող թեմաների վրա։ Գրաքննում են նման նյութերը արգելել է ցեղասպանության թեման շոշափել, իսկ հարևաններին ուղղված սերը բացատրում է նրանով, որ չի ուզում թույլ տալ, որ Ալիսի նման որդեկորույս մայրերի թիվն ավելանա։ Քլոյանի պաշտոնավարումից հետո ռադիոյում ըստ աշխատակիցների զզվելի ապազգային հակահայ մթնոլորտ է ձևավորվել։ Իրենց արգելված է օրվա իշխանության մասին հրապարակային կարծիք հայտնել սոցցանցերի սեփական էջերում, եւ դա աշխատանքային պայմանագրի կետ է դարձել։ Քլոյանը գալու օրվանից կամայական ազատումներ է անում։ Իրավաբանական վարչության պետին է ամիսներ առաջ կամայական նախազգուշացումներից հետո ազատել, հաստիքը կրճատել եւ օրերս այդ հրամանը դատական կարգով անվավեր է ճանաչվել։ Բաժնի պետերից երկուսին ասվել է, որ իրենցից մեկը պետք է մնա, թող որոշեն ով։ Բոլորը մազից կախված սպասում են, որ հաջորդ գործազուրկն իրենք են լինելու, իսկ ինքը տնօրենը անչափ մեծ սեր ունի գործուղումների նկատմամբ։ Մեկ տարվա մեջ անհաշիվ գործուղումների է մեկնել։ Ռադիոն քանդելու համար նրան քարտ պլանշ է տրված եւ լայն լիազորություններ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. Քաղաքացիական պայմանագրում վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ շոկն ապրեցին 3. Նախ Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից, ապա Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից, որը առանց որևէ պաշտոնի ակնկալիքի եւ որևէ պայմանավորվածության քվեներ է տալիս Վարդան Ղուկասյանին։ Քաղաքացիական պայմանագիրը, որ լռելու հրահանգ ուներ ընտրություններից հետո, 3 րոպեական մարտական պատրաստության բերվեց եւ մեկը մյուսին հերթ չտալով մի կենտրոնից բաժանված տեքստերով սկսեցին խոսել քաղաքական առևտրականների, ձայն գողացողների մասին։ Ընտրված համայնքապետերին բերդ գցող, ընդդիմադիր ցուցակներից մարդ գողացող ԿՊԱ-ականները տվայտվում էին, ինչպես կարելի է ընտրողից ձայնը ստանալ ու տալ ուրիշին։ Մինչդեռ անգամ Երևանի ընտրություններից հետո քաղաքացիական պայմանագիրը եւ Հանրապետություն կուսակցությունը դոգի բուքսիրով քաղաքի կառավարումը ստանձնեցին, ավելի վատ որոշման գնալով եւ հանցավոր խմբավորմանն օգտագործելով։ Գյումրու ընտրություններից հետո էլ քաղաքացիական պայմանագիրը պատրաստ է եղել ցանկացած տիպի առևտրի, միայն թե Գյումրին չտա ընդդիմությանը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իշխանությունները նպատակ ունեն ամեն գնով ընդունելու տրանսպորտից անվճար օգտվող քաղաքացիներին 15,000 դրամ տուգանելու նախագիծը։ Դեռևս մարտի 14-ին հայտնի դարձավ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձի վճարման օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար հանրային քննարկման ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի նախօրեի արած հայտարարությունից հետո, թե վարորդական վկայականները համատարած կեղծ են, 3 բարեկները ռեյդի են դուրս եկել, աջ ու ձախ կանգնեցրել են վարորդներին, ստուգել վկայականները, տուգանել աննշան խախտումների համար։ Հատկապես ակտիվ են եղել մարզերում։ Գրում է թերթը։